կեսը մերն է, կեսը թուրքինն է։ Ինչ եմ, այս էլ մեր նոր գյուղն է, հինա 5 գյուղ են կողմ ենք, Մեքիջեյան է։ Ձեր գյուղից շատ են գնացողները, ես այստեղ շատ փակ դռներ տեսա։ Ну, կան էլի։ Կան մեր մոտավորապես մեր 10-15 տուն երևի գնացած են էլի։ Ну, ասենք ոչ թե Ռուսաստան կամ բան, բայց Հայաստանի մեջ են, ես մի հատ բան է կողմել են շատերը։ Ձեր գյուղը ինչ խնդիրներ ունի։ Ինչ խնդիրներ, որ մեր խնդիրը պատմեմ այդ ցավը տանը։ Սովորական գյուղ ամեն խնդիրը կա։ Այս է սեզոնային բան է, ժամն է, ինչ ես։ Ոռոգման ջրի խնդիր։ Ոռոգման ջուր չէ, չունենք, ոռոգման ջրի խնդիրը կա։ Դաշտերի մեջ է։ Որպես սահմանամերձ գյուղում ապրող բնակիչ, զգում եք, որ պետությունը օգնում է ձեր կողքին կանգնել։ Որոշ չափով շատ քիչ։ Նույնպես հետևալի օգնություններ բան եղնում է, բերում են, էլի տալում են։ Ինչ են օրինակ տալիս։ Սնունդ է, բան այդպես։ Այսպես պայմաններ արվում են, որպես սահմանին ապրող։ Տալիս են սուբսիդիաներ կամ։ Կա, հա, տալում են։ Հացադիկ, կարի, ծորեն, օգնում են։ Այդ բանը, այս տարի տվեցին, անցած տարի տվեցին։ Նայած մարդը կրում է, առնում է, ով չէ, ինքը իր սեփական բանով ուժերով իր եղած բերքով բանում է, իր հողերը ցանում է։ Պետությունը ինչ պիտի անի, որ մարդը գյուղից չգնա քաղաք, այլ այսպես պինդ կարճած մնա։ Այ քուրս ինչ պատմեմ, դե այնպես բայ օգնի որ ժողովուրդը կրանա ինքը իր գոյությունը բայ է։ Գյուղ է, ամեն ինչը պետք է գալու գյուղին։ Biz վարելիքը առնում ես թանկ։ Ողը վարել ցանելա եկա բաներ դա։ Որ մեկնս են։ Ձեր գյուղում ճանապարհներն էլ լավ վիճակի չեն։ Չէ, այդքան հաջող չէ, տրանսպորտը մեծ տրասն է, տրանսպորտը մեզի շատ լավ է։ Գազելն են աշխատում են Լեննագանից դե Երևան գնացող, գալացող գազել կա։ Տեղյակ եք, որ գյուղի դպրոցը փակվելու է ձեր, միանալու է ջրափի։ Այո, տեղյակ եմ։ Որպես գյուղի բնակիչ, ինչ մտավախություններ։ Ինձ որ մնա, ես համաձայն չեմ այդ բանին։ Երեխա են, էստում են, ճանապարհ է, թեկուզ տրանսպորտն է դնում, ինչ գիտես, տրանսպորտը տանում է, այդ ճանապարհին ինչ է անում այդ տրանսպորտի մեջ, երեխեքը մեջ։ Վտանգավոր բան է։ Այդքան տանել բերել մանավանդ ծմերը։ Այդ տարի երեխուն ընդեպ դեստած սպասես, մինչև երեխան դուրս գա տուն առնես տաս։ Ունեք դպրոցական։ Բայց չունեմ, այս նորին թորներ ստի։ Իսկ ձեր այս գյուղի դպրոցի պայմանները շատ լավ է։ Շատ լավ է, նոր դպրոց է։ Այստեղ ինչ բարեն բաներում չեմ ասել, դպրոցը ինչի մոտ փակես։ Երկա շինությունը կա, 3 հարգանի շենք է, պատվալային հարգ ունի, դասապաստարան է։ Հարմար դպրոց է, ինչի բարեն, փակում չեմ, այսինքն երեխեքը քիչ են։ Դա համար երեխեքը սա համալրեն տանեն ընդ է։ Դա լավ բան չի ախր։ Քեզ կրա։ Այ իշքան վերևի գյուղերը բան չէին երեխեքին գողնում են, տանում են։ Գնամ են վերևի գյուղերից որ մեկն էր։ Այս հերվիցի մացա ինչ որ 15 տարեկան երեխաղջիկ է, 13 տարեկան ուզել են հաղթնեն, գողանան, բայց դե բռնել են, փախել է աղջիկը։ Ինչ ես էլ տանեմ իմ երեխուն, ինչ գիտեմ, ընդից ելնելու չի անում դա։ Ամեն րոպե, ամեն վարյան, ամեն օր չես կրա նստին դե, սպասես որ երեխեդ դուրս գան, որ առնես տուն գաս։ Այդպիսի բաներ։ Անհետաքրքիր բաներ են ստեղծում, դե չեմ հասկանում ես վարչապետը ինչ է մտածում այդպիսի գործերի համար։
Այդքան բանորինում է, ինչը դե ավելնա, ինչը։ Նախկինում էլ է, չէ՞ այդպես եղել։ Նախկինում եղել է, բայց այս տեսակի բան չի եղել, գողություն կամ սպանություն կամ եսի ինչ որ բան։ Եղել է մեր գյուղը ամենամեծ գյուղն էր, մեր գյուղը մեր գյուղում, 5 դպրոցում, 5 գյուղում։ 7-8 գյուղ գալիս էին մեր մոտ 10, մեր դպրոցը։ Հիմա հանը նոր դպրոցը եսիմ քանի տարի տևե, ինչ շահագործում են, կրծնել նոր երեխեքեր ստա։ Նիխոմ այդքան չես կրատու ամեն ինչի տեղալ յանից։ Շատ բաներ են, որ չենք էլ իմանում, կամաց քիչ իմանում ենք, որը տելևիզորով հրավերների բան են, որ երեխեքն են բանեն, հեռախոսով նայում սնեն, ես այդքան հետաքրքրություն չունեմ,